Սիրելի աշակերտներ, դեռևս երկրորդ դասարանից մենք գիտենք, որ յուրաքանչյուր կողմ ունի սպիտակադաշտ և սևադաշտ փիղ։ Այսպիսով սպիտակադաշտ փիղը քայլում է միայն սպիտակ դաշտերով և նրան հասանելի չեն սև դաշտերը։ Նա կարող է քայլել միայն սպիտակ դաշտերով։ Այսինքն սպիտակադաշտ փիղն ապրում է միայն սպիտակ դաշտերի վրա։ Եվ իհարկե նույն սկզբունքով սևադաշտ փիղը կարողանում է քայլել միայն սև դաշտերով։ Սևադաշտ փիղը չգիտի ինչ բան են սպիտակ դաշտերը։ Այսպիսով խաղի ընթացքում, եթե մրցակիցներից մեկի մոտ մնա սպիտակադաշտ փիղ, իսկ մյուսի մոտ սևադաշտ, նրանք մեկը մյուսին երբևէ չեն էլ հանդիպի։ Քանի որ փղերը տարադաշտ են, այսինքն տարբեր դաշտի գույների, ապրում են կարծես թե տարբեր մոլորակներում և մեկը մյուսի գոյության մասին տեղեկություն չունի։ Իսկ սա նշանակում է, որ նրանք մեկը մյուսին գրոհել երբևէ չեն կարող։ Եվ այս պարագայում, երբ կողմերից մեկն ունի առավելություն, այստեղ տեսնում ենք սևերն ունեն երկու զինվորի առավելություն, երբ գործ ունենք տարադաշտ փղերի հետ, տարբեր գույնի դաշտերի փղերի հետ, այս դեպքում շատ ժամանակ տեղի է ունենում ոչ ոքի, և նույնիսկ զինվորների առավելությունը այս օրինակում չի կարող բերել հաղթանակի, հիմա տեսնենք ինչպես։ Ուշադրություն դարձնենք սևերի փիղը սպիտակադաշտ է, և սպիտակները իրենց արքան շատ հաջողությամբ տեղադրել են սև դաշտում, սա նշանակում է փիղը երբեք նրան չի կարող գրոհել։ Փիղը երբեք չի կարող հարձակվել սպիտակ արքայի վրա, քանի որ արքան սև դաշտում է, սպիտակների արքան։ Եվ որպեսզի սպիտակները այստեղ թույլ չտան սևերի առաջ խաղացումը, հարկավոր է այս դեպքում F4 դաշտը հսկել։ Արքան դա անել միայնակ չի կարող, այստեղ նրան պետք է հասնի օգնության իր սևադաշտ փիղը։ Փիղ G3 և շախի հետ միասին փիղը հսկում է նաև F4 դաշտը։ Այժմ արքայի նահանջից հետո փիղը կարող է տեղակայվել F4 դաշտում, կարող է պարզապես շարժվել այս անկյունագծով։ Եվ վերջ, սևերը ոչ մի հնարավորություն չունեն շարժվել առաջ։ Նորից, ինչու՞, քանի որ նրանց փիղը սպիտակադաշտ է, բայց սպիտակները տեղակայվել են սև դաշտերում։ Ահա սևերի այս սպիտակադաշտ փիղը նրանց տեսնել չի կարող նրանց գրոհել ոչ մի կերպ։ Եվ այս դեպքում խաղը կավարտվի ոչ ոքի արդյունքով։ Ի դեպ, մեր օրինակում F4 դաշտը կարելի էր հսկել ոչ միայն G3-ից, այլ նաև G5-ից։ Սա կունենա նույն սկզբունքը։ Այժմ սևերի զինվորը չի կարող շարժվել առաջ, մենք նրան կհարվածենք և նույնպես կշարունակենք մնալ սև դաշտում։ Ահա արքան, սպիտակների արքան այստեղ անձեռնամխելի է, նրան ոչ ոք չի կարող այստեղից հանել։ Իհարկե ոչ արքան կարող է մոտենալ, ոչ փիղը կարող է նրան գտնել և հայտարարել շահ, և սա ոչ ոքի տանող ճանապարհ է։ Եվս մեկ օրինակ, այստեղ նույնպես մենք գործ ունենք տարադաշտ փղերի հետ, մեկ փիղը սևադաշտ է, մյուսը սպիտակադաշտ, բայց այս պարագայում, երբ գրոհը հատկապես երկու թևերում է ընթանում, արքայական և թագուհու, այստեղ սպիտակները կարող են զոհաբերել իրենց զինվորը, քանի որ սևերի սևադաշտ փիղը ծանրաբեռնված է, տեսեք, նա և պաշտպանում է իրենց զինվորին և պաշտպանում է G7 դաշտը, որպեսզի սպիտակ զինվորը չշարժվի առաջ և այոց զինվորը սև արքան չվերցնի։ Մենք արդեն անցել ենք ծանրաբեռնված խաղաքարը, որին պետք է շեղել, իսկ շեղում ենք զոհաբերության շնորհիվ։ Զինվորով ուրեմն մենք կքայլենք G6 G7, կզոհաբերենք զինվորը, այլապես նա կանցներ թագուհի, եթե հիմա սևերը չվերցնեն, և մենք շեղեցինք փղին իր աշխատանքից, տեսեք, այլևս զինվորը չի պաշտպանում։ Այստեղ արքան կվերցնի զինվորը, գուցե սև փիղը վերադառնա հայտարարելով շահ, արքան կբացի իր զինվորի ճանապարհը, և սևերը կարող են շարունակել հսկել այոց դաշտը, բայց զինվորը կշարժվի առաջ,
առաջարկելով իրեն փոխանակել փղի հետ։ Հիմա եթե փիղը չվերցրեց, զինվորը կդառնա թագուհի։ Սևերը ստիպված պետք է վերցնեն զինվորը, զոհաբերեն փիղը եւ ունենալով բացահայտ առավելություն, այստեղ սպիտակները արքայի, զինվորի եւ փղի համագործակցությամբ կարող են հասնել հաղթանակի։ Ուրեմն միշտ չէ, երբ մենք գործ ունենք տարադաշտ փղերի հետ, որոշ դեպքերում հաջողվում է հասնել հաղթանակի։ Այս պարագայում մենք օգտագործեցինք մրցակցի փղի ծանրաբեռնված լինելը։ Մենք զոհաբերության միջոցով փղին շեղեցինք, որպեսզի ստանանք դիրքային առավելություն։ Այժմ անցնենք տնային առաջադրանքների, վերջնախաղեր տարադաշտ փղերով։ Տրամագիր 1-ում մեզ խնդրում են սպիտակներով հասնել ոչ ոքի արդյունքի, եւ դա կարելի անել, եթե մենք թույլ չտանք, որ սևերի զինվորները շարժվեն առաջ։ Փաստորեն մենք պետք է հսկենք Ե4 դաշտը։ Իսկ Ե4 դաշտը սպիտակ դաշտ է եւ մենք ունենք սպիտակադաշտ փիղ։ Ե4 կարելի է գալ կամ C6-ով կամ C2-ով։ Այստեղ կա երկու տարբերակ, վարժություն տետրերում մեզ դրա մասին հուշում են։ Ուրեմն առաջինը մենք կարող ենք խաղալ փիղ A4-ը C6, ահա այստեղ, եւ հաջորդը մենք կարող ենք խաղալ փիղ A4-ը C2 եւ հայտարարել շահ։ Եկեք փորձենք տարբերակներից մեկը, ենթադրենք այս տարբերակը։ Փիղ C2 շահ, արքան կկատարի որևէ նահանջ, ենթադրենք J5, եւ հաջորդ քայլով մենք կհայտնվենք Ե4 սպիտակ դաշտում։ Փիղ C2-ը Ե4 եւ սա ոչ ոքի է։ Ինչու՞։ Քանի որ սևերի փիղը սևադաշտ է, իսկ մենք բոլորս տեղակայվել ենք սպիտակ դաշտերում։ Փիղը չի կարող մեզ գրոհել ոչ մի կերպ չի կարող մեզ գրոհել։ Եվ զինվորների ճանապարհները փակ են։ Սա ոչ ոքի է։ Նույն մոտեցումը կիրառենք տրամագիր 2-ում։ Նույնպես հարկավոր է թույլ չտալ, որ սև զինվորները շարժվեն առաջ։ Հիմա եթե սպիտակ արքան քայլեց A3, սև զինվորները կշարժվեն։ Տեսեք, թվում է թե կարելի է այո փղով C2-ից հայտարարել շահ, բայց սա ճիշտ քայլ չէ։ Քանի որ արքայի հեռանալուց հետո սև զինվորը սպառնում է շարժվել առաջ, եւ փիղը միայնակ նրան չի կարող պահել։ Հարկավոր է մեր արքայի օգնությունը, իսկ արքան չի կարող մոտենալ, չի կարող։ Այդ պատճառով փորձենք գրոհել այլ սպիտակ անկյունագծերով սևերի արքային, մասնավորապես F7 դաշտից։ Փիղ F7 շահ, փիղ G6 F7 շահ, եւ արքայի հեռանալուց հետո, տեսեք, որպեսզի զինվորը չշարժվի առաջ, հարկավոր է ոչ միայն մեր փղի աջակցությունը, այլ նաեւ արքայի։ Այս դեպքում արքան կարող է մոտենալ եւ տեսեք միացյալ ուժերով թույլ չեն տալիս, որ զինվորը շարժվի առաջ, նրան կհարվածեն։ Ուրեմն շախից հետո արքան խաղաց A3 եւ մենք արքայով մոտենում ենք։ Արքա B1-ը C2 հսկելով զինվորների շարժը, եւ մեկ զինվորը չի կարող շարժվել եւ մյուս։ Հետաքրքիրն այն է, որ սևերի փիղը, տեսեք, ոչ մի կերպ չի կարող վերցնել սպիտակ զինվորին, որովհետև փիղը սևադաշտ է, իսկ զինվորը գտնվում է սպիտակ դաշտում։ Հարկ եղած դեպքում իմիջիայլոց նրան կարող է պաշտպանել նաև սպիտակների սպիտակադաշտ փիղը։ Եթե օրինակ սև արքան քայլելով փորձի մոտենալ գա վերցնել այս զինվորին։ Տրամագիր 3-ում պարզվում է, որ կարելի է հասնել հաղթանակի, նույնիսկ երբ գործ ունենք տարադաշտ փղերի հետ։ Այս դեպքում սևերը փոխանակելով իրենց զինվորը կարողանում են մյուս զինվորը ստեղծել անցունակ։ Հիմա տեսնենք ինչպես։ B5 B4 նախ գրում ենք քայլ համար 1, դնում ենք բազմակետ, որպեսզի ցույց տանք, որ խաղում ենք սևերով, եւ նշում սևերի քայլը B5 B4, ահա այս քայլը։ Հիմա եթե սպիտակ զինվորը չվերցնի սև զինվորին, B4-ի զինվորը կշարժվի առաջ դեպի փոխարկում, գուցե իր արքայի աջակցությամբ։ Ներողություն, ահա այսպես։ Ինչու է արքան շարժվում սպիտակ անկյունագծերով, որպեսզի սպիտակների սևադաշտ փիղը նրան չխոչընդոտի։ Տեսեք, եթե արքան շարժվեց սպիտակ անկյունագծերով,
Նա իր զինվորիկին կօգնի, սպիտակների փիղը նրան տեսնել չի կարող, նույնիսկ ամենայն ցանկությամբ, քանի որ սպիտակ փիղը սևադաշտ է, իսկ արքան շարժվում է սպիտակ անկյունագծերով։ Ուրեմն, B4 քայլից հետո սպիտակները հավանաբար կվերցնեն այս զինվորը, հիշեցնեմ, եթե չէին վերցնի, մենք կշարժվեինք առաջ դեպի փոխարկման, A3-ը վերցնում է B4, քայլ համար 2, արքան է վերցնում B4, գուցե սպիտակները փորձեն գրոհել սևերի արքային, պահել այս անկյունագիծը, որպեսզի զինվորը չշարժվի առաջ, բայց արքա B3 քայլից հետո մենք միտում ունենք զինվորն ուղարկել փոխարկման։ Ուրեմն փոխանակեցինք զինվորները և մեր արքայի աջակցությամբ զինվորին ուղարկեցինք փոխարկման։ Այսքանը շնորհակալություն, ցտեսություն եթերում։